Բանկերում ու ֆինանսների նախարարությունում ծանոթ բարեկամ գտնելուն փոխարինելու է պարզապես անվտանգության երաշխիքը։ Ավտոմեքենաների տեղզնման կտրոնների համար հերթեր այլևս չեն լինի, քանի որ տեղզնման կտրոնները վերանալու են։ Ոչ թե կտրոն փակցնելն է կարևոր, այլ փաստացի տեխնիկական զննությունը։ Պետք է տրանսպորտային միջոցները գնան տեխնիկական զննության կայան։ Տրանսպորտի նախարարության նախագծով Հայաստանում հաշվառված յուրաքանչյուր մեքենա պարտադիր անցնելու է տեղզննում։ Զնված մեքենայի վիճակի տվյալները տեղզննության 33 կենտրոններից առցանց փոխանցվելու են տրանսպորտի նախարարություն։ Պարամետրերը առցանց միանգամից մենք ստանալու ենք, որ արգելակային համակարգն ենք հիմնականում ստուգելու, ղեկային վարման համակարգը, այն առաջնային բաղադրիչները անվտանգության համար, իսկ հետո արդեն կամաց կընդլայնենք դրանց ծավալը։ Անսարքությունների դեպքում վարորդները թերությունները վերացնելու ժամանակ կունենան, հետո էլ ըստ օրենքի մեքենան 20 օրվա ընթացքում երկրորդ տեղզննություն պետք է անցնի, առանց լրացուցիչ վճարի։ Վարորդին կտրամադրվի արատորոշման քարտ։ Բոլոր տվյալները տրանսպորտի նախարարությունը առցանց փոխանցելու է ճանապարհային ոստիկանություն։ Մենք տեխնիկական զննության կայանից ստանում ենք տվյալը, արդյոք տվյալ տրանսպորտային միջոցը սարքին է ճանաչվել թե ոչ, եւ այդ տվյալը փոխանցում ենք ճանապարհային ոստիկանությանը։ Ճանապարհային ոստիկանության մեքենաները ճանապարհին մեքենայի համարը տեսնելով հանդերձ ոստիկանը կարող է ուղղակի ստուգել մեքենան անցել է տեխնիկական զննություն, ճանաչվել է սարքին, թե չի ճանաչվել։ Մեքենան տեղզնում անցկացնելու համար վարորդը վճարելու է նույնքան, որքան այժմ։ Օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի կառավարություն, հետո էլ ազգային ժողով։ Այս տարվա համար արդեն կտրոն ձեռք բերած վարորդները չեն տուժի։ Դրանք կօգտագործեն մինչև ժամկետի լրանալը, հետո էլ օրենքի նոր պահանջով մեքենան իրական տեղզնման կուղարկեն։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, Ժամլրատվական։